Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 31։ Մի վախեցեք ձախողումից։ Երբ Ադամը մեղք գործեց, նա փորձեց թաքնվել Աստծուց։ Երբ Հովնանը հրաժարվեց քարոզել Նինվեում, վախը նրան տարավ դեպի օվկիանոս։ Երբ Պետրոսը ուրացավ Քրիստոսին, նա վախենում էր իր ուսուցչին դեմ առ դեմ կանգնելուց։ Ձախողվելուց վատը միայն վախն է, որն ուղեկցում է դրան։ Ադամը, Հովնանը և Պետրոսը թաքնվում էին Աստծուց ոչ թե այն պատճառով, որ կորցրել էին նրա հանդեպ սերը, այլ այն պատճառով, որ վախենում էին, որ նա չափազանց զայրացած է, որպեսզի հասկանա իրենց։ Եղբայրերին և քույրերին մեղադրողը անգղի պես սպասում է, որ դուք ձախողվեք։ Այնուհետև նա օգտագործում է դժոխքում գտնվող ամեն սուտ, որպեսզի ստիպի ձեզ հրաժարվել ձեր հավատքից կամ համոզել ձեզ, որ դուք չափազանց մեղավոր եք վերադառնալու համար։ 40 տարի պահանջվեց Մովսեսի վախը հանելու և նրան Աստծո ծրագրին պիտանի դարձնելու համար։ Եթե Մովսեսը, Հակոբը և Դավիթը ընդունեին ձախողումները, մենք երբեք չէինք լսի նրանց մասին։ Սակայն Մովսեսը նորից վերականգնվեց և դարձավ Աստծո մեծագույն հերոսներից մեկը։ Հակոբը առերեսվեց իր մեղքերին, վերամիավորվեց եղբոր հետ, որին խաբել էր, և նվաճեց հաղթանակի նոր բարձրունքներ։ Դավիթը դիմեց Աստծուն գտավ ներում և խաղաղություն և վերադարձավ իր լավագույն ժամին։ Հովնանը հնազանդվեց նրա խոսքին և արեց այն, ինչ սկզբում հրաժարվեց անել, և ամբողջ քաղաքը ապաշխարության բերեց։ Պետրոսը վեր կացավ ժխտման մոխրից և եկեղեցին առաջնորդեց Պենտեկոստե։ 1958 թվականին ես նստեցի իմ փոքրիկ մեքենան և ողբում էի։ Ես ինձ սարսափելի պարտված էի համարում։ Ինձ դուրս շպրտեցին Նյու Յորքի դատարանի դահլիճից այն բանից հետո, երբ որոշեցի, որ Աստված ինձ առաջնորդում է ցուցմունք տալ 7 դեռահաս մարդասպանների մասին։ Աստծուն հնազանդվելու և այս երիտասարդ խուլիգաններին օգնելու իմ փորձը թվում էր, թե ավարտվեց աղետալի անհաջողությամբ։ Սարսռում եմ միայն այն մտքից, թե որքան օրհնություններ կկորցնեի, եթե հանձնվեի այդ խավար ժամին։ Որքան ուրախ եմ այսօր, որ Աստված սովորեցրեց ինձ առերեսվել իմ անհաջողությանը և անցնել Տիրոջ հաջորդ քայլին, որը պատրաստել էր ինձ համար։